պատկերացնում եք, հայտարարում եք, դուք կարող եք դա քննարկել բացառապես ձեր գործընկերների հետ։ Տիկին Գալստյան։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ կտամ բան խոսեմ, բայց ես կարծում եմ Տիկին Գալստյան ճիշտ հարց եք բարձրացնում, ես էլ կարող եմ միանալ ձեր պահանջին, բայց մի դեպքում, երբ որ բոլոր ընդդիմադիրներով, երբ որ գնում եք հանրային հեռուստաընկերություն, եւ օրինակ խոսելով Հայաստանի Հանրապետությունում ընտրված վարչապետի մասին, ասեք Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, նոր այդ ժամանակ եկեք միասին գնանք հանրային հեռարձակողին, ասենք որ պետքա Ավազանի անունով չկոչել, այլ իր եկեղեցական անունով։ Ես կարծում եմ այդտեղ վիրավորական արտահայտություն չկա, բայց եթե տվյալ անձը վիրավորվում է իր անունով դիմելու համար, կարող է նաև դիմել հանրային հեռարձակողներին, ասել, որ ես վիրավորում եմ ինձ, երբ այսպես են ասում, բայց առաջարկս ուժի մեջ է, որ պահին կսկսեք ընտրված ժողովրդի կողմից վարչապետին ասել Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, եկեք միասին գնանք այդ պայքարը առաջ տանենք։ Ինչ վերաբերում է քահանայի կամ կներեք էլի։ Ես վերջի շրջանում մի մոտ տպարություն եմ ստեղծել, որ Հայաստանում տենց բան է, մոնոպոլ դիրք է, այսինքն Աստծո այդ հաղորդակցությունը վերջ, մենակ մի կառույցով կարող ես անել։ Ինչքան գիտեմ, այդպես չի եւ հին եւ նոր կտականում էլ հակառակն է լրիվ ասվում, բայց Միսան շեշտադրում կա, որ անընդհատ ասում ենք, էլի այ հանրային միջոցներով։ Իսկ կներեք, այդ Օհանավանքում հավաքված քաղաքացին հանրությունը չի, հարկ չի վճարում, հանրային հեռուստաընկերության բյուջեն ինքը չի ձևավորում։ Այս բան կա, էլի, ասում են հանրային միջոցներով ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է այսինչ հավաքը։ Իսկ այդ հավաքի մասնակիցները այդ հանրային հեռուստաընկերության բյուջեն ձևավորում են, թե չէ, ժողովուրդ։ Ես նայեցի վերջին մեկ ամսվա մեջ, օրինակ, առնվազն մի քիչ էլ ավել եղել եք Պետրոս Ղազարյանի մոտ հյուր, անձամբ դուք չէ՞, դեք ամբողջ ընդդիմությունը։ Քանը օրինակ որ ձեն եք հավաքել։ Այսինքն 30% եք ներկայացված, 30%-ից ավել լինում եք հանրային հեռուստաընկերությունում, որ ես վերջին անգամ 4-5 տարի առաջ եմ եղել Պետրոսի մոտ հյուր։ Ասում եմ 30%-ից ավել հյուր եք լինում։ Հիմա կարա են մյուս ընտրողները գա ասի գիտեք ինչ կա։ Ես իմ միջոցներով հանրային հեռուստաընկերություն եք պահում, որ Լիլիթ Գալստյանը գաստե նստի եւ իմ ընտրած վարչապետի մասին անունով խոսի։ Եկեք հասկանանք էլի որ հանրային միջոցները ասվածը լավ է, դու ասում ես կեղծ պատարակ, ինչ որ կեղծ պատարակ, fake կամ կեղծ պատարակ։ Տիկին Գալստյան։ Ես կարծում եմ որտեղ հավաքվեն եւ աղոթեն ասում, դա կարելի է համարել որ քրիստոնեական շուտով ինչ է նշանակում կեղծ պատարակ։ Իդեպ նույն օրը շողակաթը հերացակում էր Վեհափարի պատարակը, չէ, Էջմիածնից։